բանակը արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործոնն է այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման վերը թվարկված եւ դրանք կիրառելուն ուղղված դիվանագիտական միջոցները չեն գործել։ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվի։ Բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավելը եւ պետք է ծառայի բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանունակությունը զարգացնելու ուղղությամբ ահռելի ջանքեր եւ միջոցներ են ձեռնարկվել, ինչը համոզված եմ դուք կտեսնեք մայիսի 28-ին։ Ձեռք է բերվել ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, ներառյալ հայրենական արտադրության։ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրն ահռելի զարգացում է ապրել, իրականացվել են հսկայածավալ եւ նորարար ամրաշինական աշխատանքներ, ստեղծվել են տասնյակ ամրացված շրջաններ։ Զինծառայության գրավչությունը մեծացնելու համար Հայաստանի Հանրապետության պայմանագրային զինծառայողների վարձատրության եւ արհեստավարժության ապահովման, ժամկետային զինծառայության ժամկետների ու կառուցվածքի ոլորտում ահռելի բարեփոխումներ են իրականացվել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը եւ կառավարությունը շարունակելու են բանակի բարեփոխումները համաձայն Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգի աստիճանական կերպով կներդրվի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ։ Հիմա բանակի հետ կապված ինչ ունեմ ասելու լրացուցիչ սիրելի հայրենակիցներ։ Գիտեք, լեգիտիմությունը այո, փոխկապվածությունը այո, կանխատեսելիությունը այո, դրանք կարևոր գործոններ են, խաղաղությունը այո, բայց միշտ ինչ որ մի բան կարող է եւ չաշխատել։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա գեր զարգացած պաշտպանունակ բանակ։ Այդ թվում են պատճառով, որ պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը գայթակղություն է այլ երկրների համար ագրեսիվ գործողությունների։ Իսկ գեր ժամանակակից սպառազինությամբ սպառազինված բանակը զսպող գործոն է եւ մենք միշտ պետք է ունենանք պաշտպանունակ բարձր մակարդակի բանակ եւ սա մեր ռազմավարությունն է։ Բայց այստեղ մի առանձնահատկություն կա, որովհետեւ երբ որ դու հենվում ես լեգիտիմության հայեցակարգի վրա, որևէ մեկը չի կարող վիճարկել քո պաշտպանունակ բանակ ունենալու իրավունքը։ Սա շատ կարևոր նրբություն է։ Այսինքն, եթե դու ասում ես, որ իմ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, դարավոր խնդիրը իմ միջազգայինորեն ճանաչված տարածքի անվտանգության ապահովումն է, ոչ մեկը չի կարող ասել, ոնց, այդ ինչի ես բանակդ բա ուժեղացնում։ Որովհետև դրա համար կա լեգիտիմ հենք, ընդհակառակը միջազգային փաստաթղթերով պետությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել իրենց քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում արտաքին անվտանգությունը ապահովելու ուղղությամբ։ Եվ այս հայեցակարգի հիման վրա է, որ միջազգային սպառազինության շուկաները, ժողովուրդ ջան, մեզ համար բացվել են։ Բա այն սպառազինությունը, որ մենք առաջիկայում ցույց կտանք, մենք հասանելիություն դա ձեռք բերելու, ոչ թե փողի խնդիրն է եղել, փողի խնդիրը դե փողի խնդիր է, որը լուծելի խնդիր է, այլ մեզ չեն վաճառել այդ զենքերը։ Ինչի պատճառով։ Ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով, որովհետև ասել են, որ մենք չունենք վստահություն եւ ընդհակառակը մենք չունենք վստահություն, որ Հայաստանի Հանրապետությունը այդ զենքերը չի կիրառի իր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս խնդիրների լուծման համար եւ ընդհակառակը որոշակի համոզվածություն ունենք, որ այդպիսի նշանակությամբ կկիրառվի։ Դրա պատճառով մենք չենք վաճառում ամենայն հարգանքով։ Հա ինչ որ սիմվոլիկ փուճուր-մուճուր բաներ, բայց մեծ հաշվով էսա տեղի ունեցել։ Եվ եթե հիշում եք, նաև շատ սուր խոսույթ կար, երբ որ Հայաստանի Հանրապետությունը
բանակի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ Բայց երբ որ մենք հստակ արձանագրեցինք, որ մեր բանակի զարգացման միակ նպատակը մեր միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է, այդ խոսակցությունները դադարեցին, լարվածությունը դադարեց։ Եվ մենք այսօր նաև զորահանդես ենք անելու Հանրապետության հրապարակում, վստահ լինելով, որ դա տարածաշրջանային լարվածություն չի առաջացնելու, որովհետև եւ մեր միջավայրը եւ մեր տարածաշրջանի երկրները եւ միջազգային հանրությունը ընդունում են, որ դա մեր լեգիտիմ իրավունքն է, բանակ ունենալ, զարգացնել բանակը, այնքան զարգացնել, որ անվտանգության ապահովման նախորդ թվարկած երաշխիքները եթե հանկարծ չաշխատեն, մենք վստահ լինենք, որ ունենք բավարար պաշտպանունակ բանակ, որ մեր երկիրը կպաշտպանի ցանկացած ոտնձգությունից։ Եվ այն ինչ որ դուք կտեսնեք այսի 28-ին, դա ընդամենը սկիզբն է, բայց հիշեք ժողովուրդ, հիշեք։ Մենք մեր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս նպատակ չունենք ու չպետք է ունենանք երբեք։ Հակառակ դեպքում այդ ամեն ինչը կպտտվի մեր դեմ։ Իհարկե անվտանգության ապահովման ոլորտում մեր նախընտրական ծրագիրը անդրադարձել է, ես հասկանում եմ, որ այսօր երևի չկարողանամ ավարտել, վաղ կշարունակենք կամ գուցե նաև որովհետև աշխատանքային գրաֆիկում միջոցառումներ կան նախատեսված, որը չենք կարող հետաձգել։ Մենք անդրադառնում ենք նաև անվտանգության այլ կոմպոնենտներին, մասնավորապես պարենային անվտանգություն։ Ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի Հանրապետությունը պետք է վիճակի լինի ապահովել իրեն անհրաժեշտ պարենը, ուստի ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ պարենի ցանկը կձևավորվի այնպես, որ հնարավոր լինի արտադրել, պահել, պահեստավորել եւ պահպանել Հայաստանի Հանրապետությունում առանց արտաքին կախվածությունների։ Այս էլ է շատ հետաքրքիր պատմություն։ Ես երբ որ քննարկումներ եմ իրականացնել հասկանալու համար, թե մեր պարենային անվտանգության հայեցակարգը ինչ կոմպոնենտներից է բաղկացած, ես զարմանքով արձանագրել եմ, որ պարենային անվտանգության մեր հայեցակարգի մեջ, ասենք սննդամթերքի մենյու է գրած, հսկայական մասը ներկրվող սննդամթերքն են։ Ես ասում եմ, բայց հարգելի գործընկերներ, եթե մենք խոսում ենք պարենային անվտանգության այս հայեցակարգի մասին, դա պետք է մեծ ճգնաժամային պայմաններում։ Եթե ճգնաժամը այդ նշանակում է մեծ հավանականությամբ մենք նաև ներկրման բարդություններ ունենք։ Հետևաբար ինչ իմաստ ունի մեր պարենային անվտանգության հայեցակարգը կառուցել ներկրվող սննդամթերքի տրամաբանության վրա։ Պարենային անվտանգության մենյուն 1000 ներողություն այդ համեմատության համար ռեստորանի մենյու չի, որ նստես ասես, էս եմ ուզում, ես չեմ ուզում, դա նշանակում է ճգնաժամ, եւ ճգնաժամի պայմաններում դու պետք է բնակչության համար առողջ, նորմալ կալորիականություն ապահովես առանց արտաքին կախվածության։ Եվ մենք սկսել ենք եւ ամբողջ հայեցակարգը փոխում ենք այս տրամաբանության մեջ, որ պարենային անվտանգության հայեցակարգը պետք է հիմնված լինի այն սննդամթերքի վրա, որը մենք տեղում ի վիճակի ենք արտադրել։ Մի օրինակ բերեմ, ասենք մսի պարագայում, խոզի միս, թե ոչխարի կամ տավարի միս, պարենային անվտանգության տրամաբանությամբ։ Հիմա մեր պարենային անվտանգության հայեցակարգում ներառված է նաև խոզի միսը։ Ըստ պրոբլեմն ինչ է։ Պրոբլեմն նա, որ խոզի միս արտադրելու համար մենք առայժմ չունենք կերի բավարար արտադրություն։ Իսկ եթե մենք ճգնաժամի պայմաններում չենք կարողանալու կեր ներկրենք, ինչի ենք հայեցակարգում խոզի միսը գրում, կամ գրում այնքան շատ, որը կարա ճգնաժամ առաջացնի։ Իսկ օրինակ ոչխարի միս արտադրելու համար մենք ոչ մի բան ներկրելու կարիք չունենք, պետք է ուղղակի արտադրենք, որովհետև միլիոն եւ ավել հեկտարներով արոտավայրեր ունենք, որտեղ կարող ենք բան անել։ Երկրորդը գլխականակը զարգացնել, նույնը վերաբերվում է խոշոր եղջերավոր անասունին։ Հաջորդը
Եթե ճգնաժամ է, այնպիսի ճգնաժամ է, մենք պետք է շեշտը դնենք այնպիսի պայմանների վրա, որ այդ ճգնաժամը կարող է նաև էլեկտրաէներգիայի եւ այլն հետ կապված խնդիր ծագի։ Եվ մենք պետք է կենթանի վիճակում պահենք այդ պոտենցիալ սննդամթերքը, որովհետև օրինակ որոշակի իրավիճակներում փչանալու եւ այլնի խնդիր չլինի, չնայած հիմա երբ որ արևային էլեկտրաէներգիան զարգանում է, այս խնդիրն էլ է։ Դրա համար եմ ասում նաեւ մեր ռազմավարությունները պետք է իրադրության փոփոխության հետ փոխվեն։ Էլի եմ ասում, խոսքը պարենային անվտանգության հայեցակարգի մասին է, որը երկրները ունենում են այն դեպքերի համար, եթե ինչ որ ճգնաժամ, սուր խորը ճգնաժամ կա, եւ մենք այս վերանայում ենք եւ վերանայում ավարտելու ենք այն տրամաբանությամբ, որ այստեղ մեզ պետք կլինի միայն այնպիսի արտադրատեսակներ, որոնք արտադրում են սննդամթերք, որոնք Հայաստանում արտադրելու հնարավորություն կա։ Հաջորդը էներգետիկ անվտանգություն։ Վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ստեղծել է էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ ի վերջո էներգետիկ ինքնաբավ երկիր դառնալու բացառիկ հնարավորություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած կառավարությունը եւ խորհրդանական մեծամասնությունը գնալու են այս ճանապարհով։ Արևի քամու էներգետիկայի, կենսագազի, կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև կուտակիչ կայանների զարգացումը կլինեն առաջնահերթություն, կշարունակվեն նաև նոր ատոմակայանի ստեղծման ուղղված աշխատանքները։ Կարծում եմ, այստեղ շատ լրացուցիչ մեկնաբանություն չունեմ։ Ուրեմն հաջորդ գլուխը, որը շատ կարևոր գլուխ է, կոչվում է ներքին անվտանգություն։ Մենք խոսեցինք արտաքին անվտանգության ապահովման մասին, բայց հաջորդ գլուխը ներքին անվտանգության ապահովման մասին է, բայց ես երևի թե ավելի ճիշտ կլինի, քանի որ ծավալուն է ներքին անվտանգության հատվածը, ճիշտ կլինի այսօրվա ներկայացումը այս պահին ընդհատեմ, որովհետև մենք արդեն շուրջ 2 ժամ եթերում ենք, մոտ 2 ժամ, դեռ 2 ժամը չի լրացել, բայց եթերում ենք, բայց նաև աշխատանքային այլ գրաֆիկ միջոցառումներ գոյություն ունեն, սիրելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, շնորհակալ եմ, որ այս ընթացքում հետևում եք, բայց ես վաղը նույն ժամին կշարունակեմ, նույն մի քիչ պլյուս մինուս ժամերը, կշարունակեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացումը, որպեսզի դուք առավել ամբողջական պատկերացում ունենաք, իհարկե դեռ առաջիկայում նախընտրական քարոզարշավն է եւ անընդհատ խոսելու ենք այս թեմաներով, բայց մեկ ամբողջական այսպիսի ներկայացումը կարծում եմ շատ էական եւ կարեւոր է եւ ելի ուզում եմ ասել, որ այս պահին ես ընդհատում եմ, մենք քննարկեցինք եւ հասանք ներքին անվտանգություն բաժնին եւ վաղը ես մեր զրույցը կշարունակեմ ներքին անվտանգության բաժնի ներկայացումով։ Շնորհակալություն, այսօր այսքանը, սիրում եմ բոլորիդ եւ լավ օր եմ մաղթում։